Չհաջողված երիտասարդ է հիվանդագին մտքերով։ Չհաջողված երիտասարդը հայտնվել էր հմեկի եթերում, այսինքն հմեկի եթերը այդքան իջել էր։ Մայրաթորից այսպես են արձագանքում Խորեն Հովհաննիսյանին, որ կարգալույծ է եղել, բայց վարդապետ է ներկայանում, որ հանրայինի եթերում տրոյական ձի է անվանում ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին։ Այսօրվա գահակալը ես բազմիցս ասել եմ, հիմա էլ հաստատում եմ, ռուսական հատուկ ծառայությունների գործակալ է, տրոյական ձի է մեր երկրում եւ այսօր նրա միջոցով հյուսիսային մեր հարևանները փորձում են ցնցումներ եւ հեղաշրջում իրականացնել մեր երկրում։ Ինչու չհավատալ Հովհաննիսյանին, որ ամենայն հայոց կաթողիկոսի առաջին գավազանակիրն է եղել։ Ինքը բացառիկ դեպքերից է, որ մարտի 2 անգամ է կարգալույծ արվել, արդեն այս փաստը ինքնին խոսում է։ Սա այն դեպքն է, երբ ինչպես ժողովուրդն է ասում, օձը տաքացնողին է կծում, ասում են Մայրաթորից, բացատրում։ Խորեն Հովհաննիսյանը այն քիչ հոգևորականներից է եղել, որին եկեղեցական լինելու 2 հնարավորություն է տվել Մայրաթորը։ Նույն վեհափառ հայրապետը Խորեն վարդապետ Հովհաննիսյանն առաջին անգամ կարգալույծ է հռչակվել 2017 թվականին Վիրահայոց թեմում հոգևոր ծառայության վայրը ինքնակամ լքելու համար։ Հոգևորականների պնդմամբ մեղայականով դիմել է վեհափառին։ Ավելին Բագրատ Սրբազանն է միջնորդել, որ կաթողիկոսը ընդունի նրա մեղայականը։ Այն Բագրատ Սրբազանը, որին հիմա Հովհաննիսյանը հեղաշրջման գործիք է անվանում Գարեգին II-ի ձեռքին։ Ուղղակի Կտրիչ Ներսիսյանին հրահանգված է հեղաշրջում անել եւ 1 տարի առաջ նա սկսեց Կիրանցից Բագրատ Գալստանյանին, Բագրատ Սրբազանին հանձնարարեց, իբրև նրան սառեցրեց այդ խայտարակ վիճակը եւ սկսեց ցնցումները երկրում։ Ես կասեի, այդ բոլոր պնդումները հիվանդագին մտքի արդյունք են եւ կարծում եմ, որ իր ծառայության չհաջողված փորձը փորձում է այսպես մի տեսակ արդարացնել վեհափառ հայրապետի նկատմամբ, այսպես լուտանքներ կամ հերյուրական նման արտահայտություններ անելով։ Իդեպ Խորեն Հովհաննիսյանը հանրայինի եթերում հայտարարում է վերադարձից հետո ինքն է կրկին հեռացել։ Կաթողիկոսն ուղարկում էր Մարնեուլիի ադրբեջանցիների մեջ ծառայություն իրականացնելու, այսինքն սպանվելու։ Նորից դևը գլուխ բարձրացրեց մեջը, ասեց չէ, պիտի գնաս Մարնեուլի ադրբեջանցիների մեջ պիտի ապրես, այլևս անհնար էր, ես թողեցի ուղղակի հեռացա։ Ոչինչ, որ Հայաստանի հակաեկեղեցական արշավ սկսած իշխանությունն ասում է, ադրբեջանցիների հետ բարեկամություն պետք է անել։ Ինչու վարդապետը հրաժարվեց այդ բարեկամության հիմնարկեքն ինքն անել։ Ադրբեջանցիների մեջ չես կարող ապրել։ Բայց միևնույն է, պետք է հեռանա ադրբեջանական վայրագությունների մասին, վերջերս նաև Ժնևում բարձրաձայնած ամենայն հայոց կաթողիկոսը, որն ըստ վարդապետ ներկայացող Հովհաննիսյանի մերժված է ոչ միայն Հայաստանի այսօրվա իշխանության, այլև Գերմանիայի կողմից։ Գարեգին II-ը մինչև Ռուսաստանում ուսանել է, 1975 թվականին նշանակվել է Գերմանիայի հայ համայնքի հոգևոր հովիվ, միաժամանակ ուսումնառություն առել Բոնի համալսարանում։ 79 թվականին Գերմանիայից նրան իբրև գործակալ բացահայտել եւ արտաքսել են Մոսկվա ձեռնաշղթաներով։ Գերմանիայի հայոց թեմը աշխարհում այսքան թեմեր ունի հայ առաքելական եկեղեցին հայաստանյաց միակ թեմն է, որ 25 տարի կաթողիկոսի պաշտոնը զբաղեցնող անձը Կտրիչը երբեք չի այցելել։ Բայց կաթողիկոսարանի արխիվն այլ բան է ասում։ Գարեգին II-ը 2017 թվականի հոկտեմբերի 17-ին հնգօրյա այցով եղել է Բերլինում։ Արևելյան ուղղափառ եկեղեցիների պետերի հետ մասնակցել է Եվրոպայում ռեֆորմացիայի 500-ամյակի հիշատակության պաշտոնական միջոցառումներին, հանդիպել Գերմանիայի նախագահի եւ հայ համայնքի հետ։ 2005 թվականին նա ուզում էր գնալ Գերմանիա, առաջնորդի կողմից Գերմանիայի հայոց հրավեր ուներ եւ փափագեց, որ հանդիպի օրվա Անգելա Մերկելին, չանսլերին, եւ երբ նամակ գրեցին, որ այս մարդը Կտրիչ Ներսիսյան ուզում է ձեզ հանդիպել, Անգելա Մերկելը չլսված բան է, մերժեց նրա հանդիպումը։ Այս հայտարարության հարցում էլ, բայց կա։ Եթե ամենայն հայոց կաթողիկոսը պերսոնա նոն գրատա էր Գերմանիայի կանցլերի համար, ինչպես է Անգելա Մերկելը 2018 թվականի օգոստոսին Հայաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ հանդիպել Գարեգին II-ին, հենց Մայրաթորում։ Այդ մարդու պնդումները իրականում
կապ չունեն իրականության հետ եւ ինչ էլ որ ասել է ընդունեք որպես նեղացած մարդու արտահայտություններ։ Եկեղեցականներն ասում են լուրջ մի վերաբերվեք Խորեն Հովհաննիսյանի պնդումներին, ցավալին այլ բան է։ Հայաստանի իշխանությունը հակաեկեղեցական արշավին վերջակետ չի դնում, հանրայինի եթերում գործիք դարձնելով դասալիկ հոգևորականներին։ Որ այսքան ցածր մակարդակի հիվանդակին մի քիչ դժվար է պատկերացնել։ Խորեն Հովհաննիսյանը հանրայինի եթերում առանց հիմնավորման մի հայտարարություն է արել. Գարեգին առաջինի մահը վերագրել Գարեգին երկրորդին։ Գարեգին առաջինի անմիջական շրջապատի մարդիկ ասում էին, որ այս հրեշն է սպանել։ Ալփիս Քեսյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։